Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում եմ գլազուր, ջնարակ, ցանկացա կիսվել նաև ձեզ հետ, այս տարբերակը շատ հեշտ և շատ լավ տարբերակ է, ինչ է այստեղ անհրաժեշտ մեզ, 2 ճաշի գդալ լավ որակի կակաո, 3 ճաշի գդալ շաքարավազ, 5 ճաշի գդալ կաթ և 30 գրամ բուսայուղ։ Այս ամենը ինչը թվարկեցի, այս բոլորը միասին հարել եմ և ստացի միասին զանգված։ Հիմա հարելուց հետո նոր դնում ենք մարմանդ կրակին և եփում, այնքան որ ինքը թեթև թանձրանա։ Թեթև թանձրանալուց հետո նոր ավելացնելու ենք 1 ճաշի գդալ կոնյակ, լավ համ հաղորդելու համար, անջատում ենք կրակը, նոր թանձրանալուց հետո 1 ճաշի գդալ կոնյակը ավելացնում։ Այդ ամենը կատարեմ, թանձրանա և միանամ ձեզ ցույց տամ։ Ահա սիրելիներս, լավ թանձրացել, այս պահից սա պատրաստ անջատում ենք և լցնում ենք 1 ճաշի գդալ կոնյակ։ Ահա, սա էլ 1 ճաշի գդալ կոնյակը։ Հիմա խառնում ենք կոնյակը, շատ անուշ ջուրը տարածվեց սիրելիներս, և մի 2 րոպե թողնում եք ինքը հովանա, շատ տաք չի, և արդեն լցնում եք ձեր թխվածքների վրա, ինչ թխվածք, ինչ տորթ ուզում եք զարդարել այս գլազուրով, շատ համեղ և շատ լավ գլազուր է սիրելիներս, պատրաստեք, գրեք ձեր կարծիքը ինձ համար շատ կարևոր է սիրելիներս, և շարունակական կլինի իմ տեսանյութերը ձեզ համար, ձեզ շատ սիրում եմ, լավ մնացեք, կհանդիպենք շատ շուտով, ցտեսություն։